Անվտանգությունն ու ազատությունը անվճար չեն բաժանվում, դրանք շատ թանկ բաներ են, եթե դու չունեցար անվտանգություն, դու ուզում ես աշխարհի ամենաուժեղ տնտեսությունն ունեցի, ամենաարդար մարդիկ ունեցի, դու չես կարողանալու ոչինչ ապահովել, անվտանգությունից կարևոր բան գոյություն չունի, անվտանգություն չունեցար, տնտեսությունը չես կարող զարգացնել, անվտանգություն չունեցար, այնպես կճնշեն, որ տնտեսությունը կտանես, չես կարողանա ընդհանրապես զարգացնել այդ տնտեսությունը, հետևաբար ինձ համար սրանք կարևոր բաներ են, և այդ որ այդքան ասում է Փաշինյանը, պաշտպանության նախարարության կամ անվտանգության բնագավառի ծախսերն են կրճատում եւ այլն, չէ՞, տեսեք ինչ է, ես իմ ելույթի վերջում ասացի, մեր հասարակությունը նա պահում է վախերի մեջ, ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ասել, մեր հայրենակիցներին եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, մի վախեցեք, լուծումները կան, մենք իրավունք չունենք վախենանք, ժողովուրդ ջան, մենք ցեղասպանությունից ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն վերապրեցինք, դրանից հետո կարճ ժամանակ անց երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել, Սարդարապատի ճակատամարտ ենք հաղթել, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք վախենալ, հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք, եկել ենք այս մարդիկ իրանց քաղաքական շահերի համար, մեզ հրա տեսեք ինչ օրն ենք գցել, ամեն մեկը վախենանք, չանենք, վայ ես չանենք, այս մեկը ստեղ չխոսա, այտենց չի, ժողովուրդ ջան, մենք չենք ուզում ունենալ երկրի ղեկավարություն, որը արժանապատիվը պահում իրան, որը կարողանում է հստակ պատասխան տալ, որ չի թողում, որ իր ժողովրդին կարողանա հանգարց մեկը մի հատ ասի աչքի վերևը ունք կա, այտենց ո՞նց կարելի է անել Հետևաբար մեր անվտանգության համակարգը ինչ ուզում է լինի համար մեկ խնդիրների խնդիրն է, պատահական չի, ես դրել եմ այսօրվա այս 3 մեր արժեքները, խաղաղություն, ուժ, արդարություն, ուժեղ չեղանք, անվտանգության համակարգ չունենացանք, ոչ խաղաղություն ա լինելու, ոչ արդարություն ա լինելու, և մենք սա անելու ենք, անվտանգության համակարգի գլխավոր զարգացման համակարգը մենք մի անգամից հիմքերը դնելու ենք